Այո, ես տեղյակ եմ հայտարարությանը եւ ընտրյալն է, որ ցանկացած մեկը, ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած կարող է գտնել հիմնավորելու համար կարող է գտնել տարբեր պատճառներ, առավետներ եւ այլն։ Բայց աջակցելու դեպքում եւ Հայաստան Դաշնքի աջակցելու դեպքում եւ իմպիչմենտի գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում մենք ինչ կարող ենք ունենալ։ Մենք կարող ենք ունենալ հետեւյալ պատկերը։ Էդմոն Մարուկյանը դառնում է վարչապետ 1 տարի ժամկետով, 1 տարի, որովհետեւ 26 թվականին մենք բոլորս գիտենք, որ ազգային ժողովի հերթական ընտրություններն են։ Այսինքն մասնակցորեն իրականանում է ընդդիմադիր մեր գործընկերների այս 4 տարվա տվայտանքների, երազանքների իրողությունը։ Վարչապետը հեռանում է իշխանությունից 1 տարով նշանակում է վարչապետ, որ ուզում էին նշանակեին Վազգեն Մանուկյանին, Բագրատ Գարստանյանին եւ այլ տարբերակներ։ Եվ հիմա այդ 1 տարվա հնարավորությունը տրվում է։ 1 տարվա ընթացքում ինչ է տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանը գնում է հանգստանում է 1 տարի, ընդդիմադիրները եւ Էդմոն Մարուկյանը երևի թիվան ձևավորում ներկայանում են ընտրողներին 26 թվականի ընտրություններից առաջ իրենց ծրագրերով պետության առաջ ծառացած խնդիրների լուծման կոնտեքստում յուրաքանչյուրը ներկայանում է սահմանադրություն, Մինսկի խումբ եւ այլ ներկայանում է եւ ժողովուրդը 26 թվականին ձևավորում է իշխանություն ըստ այդ ծրագրային դրույթների եւ մենք հնարավորություն կունենայինք անցկացնելու պատմության մեջ, նորագույն պատմության մեջ ամենաարդար ընտրությունները։ Ինչու՞։ Որովհետեւ կա Էդմոն Մարուկյան վարչապետ, կա քաղաքացիական պայմանագիր մեծամասնություն, կա Հայաստան Դաշինք, կա պատիվ ունեմ Դաշինք, կա Վահագն Հովակիմյանի կողմից հարգված Կենտրոնական Տնտեսական հանձնաժողովի նախագահ։ Որևէ մեկը այս ուժերից հնարավորություն չէր ունենա այս կամ այն կերպ բացասական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա։ Սա շատ գեղեցիկ հեռանկար է, որ մենք չունեցանք։ Հիմա ինչ վերաբերում է պատիվ ունեմի այսպես կոչված ներժմանը այս պահին, պետք է հայտարարենք, որ դա չի նշանակում, որ մենք գործընթացը դադարեցնում ենք, այդ գործընթացը մնում է բաց, եւ ես կարծում եմ, որ որևէ մեր երկրի համար միջև 26 թվականի ընտրությունները ճակատագրական հնարավոր ճակատագրական պահի կարող են եւ մեր ընդդիմադիր գործընկերները վերանայեն իրենց տեսակետը եւ միանան նախաձեռնությանը։